Ձեր թերթությամբ երկրորդ հարցը եթե կարելի է, նախ առաջին ուղղակի այսպես ակնարկով ասեմ, որ այսօր առավոտյան հայտարարեց Փաշինյանը, որ ինքը երաշխավորում է, որ իր իշխանության օրոք որևիցե ադրբեջանցի չի գալու Հայաստան եւ չի ապրելու, սա այդ ձեր թեզային պատասխան։ Երկրորդ հանգամանքը որ կա, այդ հայտնի ինսայդերի հոդվածն էր, որտեղ ձեզ փաստացիորեն մեղադրում էին Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակից լինելու մեջ, ու հիմա սա դարձել է այլևս իշխանության նարատիվ, պատերազմի այսպես կոչված պատերազմի եռագլուխ կուսակցություն, ինչպես ասում է Փաշինյանը, վերածվել այլևս լրտեսական եռագլուխ կուսակցություն, ու ասում են դե եթե մենք սխալ ենք կամ սուտ ենք, ինչու մեզ դատի չեն տալիս։ Հիմա պարոն Կարապետյան, ուզում եմ հասկանալ, ինչու դուք ի սկզբանե չհայտարարեցիք, որ դատի եմ տալու նմանատիպ հայտարարությունների համար։ Պատասխանեմ սկզբի մասին, որ ինքը երաշխավորում է, որ 300,000 ադրբեջանցի չեն գալու։ Ինչով է երաշխավորում։ Թող երթվի Ալիևի Ազիզ Արևով, որ ինքը երաշխավորում է։ Նույնիսկ համաձայն եմ, թող Սաֆարովի Ազիզ Արևով երթվի, որ ինքը երաշխավորում է։ Ինչով է երաշխավորում։ Ինքը երաշխավորեց Արցախին եւ տեսանք ինչ եղավ Արցախի հետ։ Դուք հիշում եք, գոռգոռաց Արցախի հրապարակում եւ հետո շատ համեստ ձևով հրաժարվեց Արցախից։ Վերջին տարիներին 20 թվականից հետո Հայաստանի իշխանությունները Հայաստանի, թե Արցախի, թե Հայաստանի մասով ոչ մի որոշման չեն մասնակցում։ Իրենք ունեն շեֆ, շեֆը ինչ որոշում է, դա իրագործում է։ Իրենք կատարողներ են, իրենք գործիքներ են, մեր երկիրը, մեր պետությունը հայաթափելու գործիքներ են։ Երկրորդ մասը հիշեցրեք հարցի։ Դե ես դրան չեմ էլ ուզում անդրադառնամ, ինչի համար, չնայած որ մեր փաստաբաները ամեն ինչ կանեն, բայց ինսայդերը ինչ է իրան, դուք լրագրողներ եք, դուք լավ հասկանում եք, հիմա կամ Փաշինյանը, կամ խմբակի ինչ-որ անդամ մի $1000 տվել են ինսայդերին, ինչ-որ բան ա գրել, հիմա բոլորս պետք է դրան լուրջ ընդունենք ու անդրադառնանք, ամենայն դեպս ես 35 տարի, 33 տարի ապրելով Ռուսաստանում, երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ֆեսբեշնիկ չեմ տեսել, դրա համար դա ինքան անլուրջ հարց է, ինձ համար շատ լավ է, եթե տեսած լինեի, հիմա իրենք կունենային ինչ-որ կադրեր հաստատ, իսկ դատի տալու պրոցեսը դա ինչ-որ Լատվիայում թե որտեղ ձևակերպած դեղին մամուլ է, որը որ ամեն օր այդպիսի հրապարակումներ է անում, իսկ քանի որ ինքը դեղին մամուլի ներկայացուցիչ է, բռնել է կոնտակտը։ Տեսեք, վերջին օրերին մի շատ վատ դիսկուրս է Նիկոլը սկսել երկրով մեկ, այդ արցախցի երիտասարդը, որ մոտեցավ իրան, ասեց ինչու դու չես